Խաբովյանի քաղաքային ստադիոնում եւ սա առաջին խաղն է տան-տիրոջ կարգավիճակում Արարատ Արմենիայի համար։ Փյունիկը տեղափոխվեց Ավանի ակադեմիա եւ այստեղ խաղալու են Նոան եւ Արարատ Արմենիան Նդուրի արվածի ճանապարհը փակեցին։ Հեռացնում են գնդակը Վանի ֆուտբոլիստները։ Մոտեցումներ ունի, բայց Դանիլա Բոկովը նույնպես դեռ խաղի մեջ լրջորեն չի մտել, իսկ այստեղ Զիդանն է մենակ դուրս գալիս, Զիդան բաջակի Բեքսրո, երկրորդ խաղում անընդմեջ Զիդանը աչքի է ընկնում գոլով եւ առաջին գոլը Fastex Premier League-ում։ Լավ մեկնարկ ունի Արարատ Արմենիայի ֆուտբոլիստը։ 27-ամյա Զիդանի ծառայություններով իդեպ Արարատ Արմենիան նաեւ նախորդ մրցաշրջանում է հետաքրքրված եղել, թե Վանը կենտրոնացված չէ մեկ ուղղության վրա։ Այս հանդիպումը Կամո Հովհաննիսյան սայթակում է Վանի խաղացողը եւ խլում են գնդակը Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները։ Եվ հարված ու փակ էր ճանապարհը, բայց 11 մետրանոց է նշանակում Աշոտ Ղալթախչյանը։ Ալիոն Նդուր եւ գնդակը դարպասում է 2-0 առաջին գոլը Fastex Premier League-ում նաեւ Արարատ Արմենիայի մյուս նորեկի արձակվող Նդուրի համար։ Բանջակին եւ Նդուրը մեկական գոլ ունեին, ստացվում Վելթոնը իրեն լավ է դրսևորում։ Կամո Հովհաննիսյան կենտրոն վտանգավոր էր, բայց արվածը բարձր է ստացվում Զիդանը ունեցել իր դարպասին։ Միգուցե հիմա ինչ-որ բան ստեղծեն Վանի խաղացողները, արված ու սա շատ վտանգավոր էր։ Հակոբ Հակոբյանն է սկսելու Արարատ Արմենիայի գրոհը։ Զիդան փոխանցում կենտրոն, կարելի է արվածել, փափուկ փոխանցում Սերոփյան եւ հաշիվը դառնում է 3-0 Արթուր Սերոփյան։ Ահա եւ 6-րդ գոլը Վանի դեմ խաղերում եւ նա հիմա միանձնի այս դիմակայության պատմության ռմբարկուն է։ Իպան 1 դաթարից օգտվեց եւ դեռ կարող է 2 դաթար օգտագործել ու կատարել 3 փոփոխություն պորտուգալացի մասնագետը Արայք Էլոյան վաթարված չէր կատարել Արարատ Արմենիայի հարձակվողը փոխանցում ուժեղ փոխանցում հետևեց Բոկովը սխալվում է եւ Ալվին Թերա Իբրահիմը կանգնեց գնդակի ճանապարհին եւ գնդակը մնացել է դաշտի սահմաններում արվածի ճանապարհը Եվս մեկ փորձ, եվս մեկ հարված, դա այս անգամ վերջապես նաև դարպասին եղավ, բայց թույլ էր։ Հարված և Բրունո Պինտու, ասեյվ ամենավերջում